Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, բայց առիթն օգտագործելով ասում ենք բարի լույս բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, հիշեցնենք, որ մենք աշխատում ենք առաջին ալիքի ուղիղ եթերում առավոտյան ժամը 9-ից մինչև 11:30 եւ խոսում ենք շատ կարևոր թեմաների շուրջ, մասնավորապես մեր հյուրերի հետ եւ հաղորդման այս հատվածը սկսում ենք գեղեցկության մասին պատմելով, որովհետեւ մայիսի 25-ին տեղի կունենա գեղեցկության ոլորտի ամենամեծ բաց առաջնությունը Հայաստանում, մանրամասների մասին կիմանենք հենց հիմա մեր հյուրից։ Այո, շտապ ենք ներկայացնել նրան, քանի որ մեր հյուրն արդեն տաղավարում է։ Եվ այսպես, միջազգային որակավորման մարզիչ Հայաստանի առաջնության ժյուրի անդամ Ռոման Հակոբյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք մեզ մոտ հյուր ընկալվելու համար եւ թերևս սկսենք ամենակարևոր հարցից, թե առհասարակ ինչ առաջնություն է սա։ Ուրեմն գեղեցկության ոլորտը բաժանվում է երկու մասի։ Վարսահարդարությունը, դիմահարդարությունը, մատնահարդարությունը, որպես արհեստ, որ ներկայացված է կենցաղում, գեղեցկության սրահներում եւ միջազգային մրցույթներում, պոդիումներում դա արդեն գեղեցկության սֆերայի արվեստն է, այսինքն վարսավիրական արվեստ, մատնահարդարության արվեստ, դիմահարդարության արվեստ, սա արդեն արվեստի մասին է խոսքը։ Հայաստանում լինելու ամենամեծ առաջնությունը, որտեղ շանս է տրվելու մեր մասնակիցներին արդեն մասնակցեն Փարիզում, ներկայացեն իրանց համաշխարհային պոդիումներում։ Անցած տարի ունեցանք այդպիսի հնարավորություն, 25 տարի է, այսինքն Հայաստանը դա անում է, հիմնադիրը Մարինա Ալեքսեևնան է, Մարինա Ռեքելյանը, 25 տարի է ունենք շատ լավ ռեզուլտատներ եւ անցած տարի ամենամեծ հաջողություններ ունեցանք, 4 աշխարհի կուպակ բերեցինք Հայաստան, բոլոր ոլորտներում հաղթեցինք։ Հայաստանը այսօր շատ լավ իրան ներկայացնում է միջազգային հարթակներում, այդպիսի հաջողություններ շատ քիչ երկրներ կարող են հպարտանալ։ Առհասարակ 270 երկրներից 60-ից քիչն են մասնակցում այդպիսի հարթակներում։ Մենք այդ երջանիկներից ենք ու հաղթող երջանիկներից ենք։ Հիանալի է, որ նաև մասնագետները, այսինքն գիտեմ, որ տարվա ընթացքում սպասվում է այս առաջնությունը եւ ողջ տարի հետևելով թրենդների նաև պատրաստվում են։ Ինչպես է կարողանում գտնել այդ մասնագետներին, թե նրանք են առաջինը դիմում մասնակցության համար տեղում կայանալիք առաջնությանը։ Սոցհարթակներն են օգնում գտնելը։ Առաջ ավելի դժվար էր, որովհետեւ 90 ծանոթներն էին, չէ՞ տարածում։ Հա։ Հիմա ավելի հեշտ է սոցհարթակների միջոցով ու այդպես գալիս են ոնց որ կոնսուլտացիային ման հասկանում ենք ինչքան փորձառություն ունեն, ինչ ճաշակ ունեն, ինչ որակ ունեն, եթե նույնիսկ միջին հարթակի են տրեյներների կազմը, մարզիչների կազմը շատ մեծ որակավորում բոլորս ունենք, ես ինքս Միլանում եմ որակավորում ստացել տրեյների ու մենք հասկանում ենք, որ կարող ենք այդ մարդուն օգնել, այդ մարդուն բարձրացնել, իմիջիայլոց ասեմ, արդից օգտվելով, որ ընդհանրապես անվճար ենք անում այդ ամենը, որովհետև ուզում ենք բարձրացնենք որակը սպասարկման։ Ինչպես են անցնում Հայաստանում անցկացվող այս մրցույթային փուլի նախապատրաստական աշխատանքները եւ ինչպես կարող են մասնագետները, որոնք գուցե հիմա եթերից լսում են այս մրցույթի մասին առաջին անգամ, ինչպես նրանք կարող են ներգրավել։ Ներգրավում են ինքը բաց առաջնություն է, ընդհանրապես պետք է զանգահարել, մոտենալ մեր ակադեմիա OMC ու սկսում է աշխատանքները, եթե թույլ են օգնում ենք բարձրանում են, եթե գիտեն կոնկրետ ինչ են անելու, կան ռեգլամենտներ, որոնց պետք է իրանք հետևեն, ընդհանրապես ռեգլամենտներն ենք սովորացնում, միշտ իրանց հետ ենք ու բոլորի համար ասա, առհասարակ բոլորի համար, չկա նույնիսկ տարիքային փորձառության ինչ-որ չափանիշ, որ չէ, պետքա 10 տարի լինեք վարսահարդարման արվեստի մեջ ներգրավեք, չկա այդպիսի բաներ, բոլորին պատրաստ ենք օգնել դա ցույց կտա հենց վաղը չեմ ասոր մեր մրցանակապաշխությունը, որ ամեն շատ արդար, շատ բաց ու բոլորի համար։ Սա հիանալի հնարավորություն է ոչ միայն մասնագետներին իրենց աշխատանքը ցույց տալու եւ նոր փորձառություն ձեռք բերելու, այլ նաեւ մարդկանց, որպեսզի ծանոթանան նոր թրենդներին եւ այս գործունեությունը վարսահարդարի, դիմահարդարի ընկալեն նաեւ որպես արվեստի գործ, որովհետեւ շատ հաճախ տեսնում ենք, թե ընդհանրապես վարսերի օգնությամբ ինչպիսի տեսակներ են կարողանում ձևավորել, կերպեր են ստանում եւ ինչպես կարող են մասնակցել մարդիկ որպես հանդիսատես կամ արդյոք կա դրա հնարավորությունը։ Երևանում էքսպոյում է լինելու, առավոտ 10-ից մինչև երեկոյան 10-ը, մայիսի 25-ին, բոլորին հրավիրում ենք, բոլոր ցանկացողներին, բոլոր մեր գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այդ արվեստով, էլի ամեն ինչ
անվճար է։ Թող համենան, թող նայեն, թող մոտիկից զգան համաշխարհային որակը։ Շունչը։ Այո։ Իսկ ինչպիսին են առհասարակ առաջադրանքները, այսինքն հավաքվում են մասնագետները, սկսվում է մրցույթը, ինչպիսի առաջադրանքներ են նրանց տրվում, ինչ բարդության աստիճանի գուցե կերպարներ հատուկ պիտի ստանան կամ ինչպես է սա կազմակերպվում։ Ունենք շատ գեղեցիկ նոմինացիաներ, գալա նոմինացիաները, որտեղ որ Red Carpet նոմինացիան է, այսինքն ոնց որ ինչ որ աստղի պատրաստես դեպի կարմիր գորգ։ Ունենք կինոյի ռեպլիկներ, այսինքն նույն կինոյի կերպարը կոպի անելը։ Ունենք կրեատիվ կալորը, որը որ բալվանկաների վրա է արվում, որովհետև այստեղ անսահմանափակ գույներ ու կտրվածքներ են օգտագործվում, ոչ մի մարդու դա չես համոզի, որովհետև սա բարձրագույն արվեստի մասն է խոսքը, ոնց որ պոդիումներում չէ, մենք տեսնում ենք նորաձևություն ու ասում ենք, բայց սա կյանքում չեն հագնելու։ Պետք է չի դա կյանքում կրել, չէ, դա պետք է նայել, հիանալ ու ինչ որ դետալներ վերցնել ու կյանք մտցնել։ Նույնը այս տիպի միջոցառումները գեղեցկության ոլորտում, որ այստեղ պետք չի հասկանալ, որ սա կյանքում կրելի է, թե չէ։ Իհարկե չէ։ Սա էլեմենտներ են։ Բայց պետք է իմանալ եւ ճանաչել դրանք կամ կան արդյոք այս տարվա տրենդներ, որ պարտադիր պետք է կիրառելի լինեն բոլորի աշխատանքներում։ Տրենդները ստեղծումը դա մի քիչ ուրիշ ոլորտ է։ Ես օրինակ որպես միջազգային վարպետ մայիսի 5-ից 7-ը թռնում եմ Փարիզ նորաձևության շաբաթի տրենդները ստեղծելու։ Ես ռեգիոնից միակն եմ, որ լինելու եմ այդ 6 համաշխարհային ստիլիստների մեջ, ովքեր ստեղծելու են 25-26 թվականի տրենդները։ Դա մի քիչ ուրիշ կուլտուրա է, դա նորաձևության պոդիումի։ Իսկ սա մրցույթային տրենդներն են։ Մրցույթային տրենդները ստեղծում ենք մենք ժյուրիի անձնակազմը, դա էլի շատ ռամկաներ չենք մտցնում։ Ազատության մեջ ամեն ինչը։ Հետաքրքիր է նաև իմանալ, ովքեր են լինելու հայաստանյան ժյուրիի անդամների կազմում եւ ինչպես է ընտրվելու հաղթողը, որը նաև հնարավորություն կստանա Փարիզ մեկնել։ Ժյուրի անդամներն են մեր բոլորիս կողմից սիրված վարպետները, մեծ վարպետները, Սեթրակը Ղամբարյան, Արայիկը Գաբաջյան, Աշխենը Կոստանյան, հին ու նոր բակալինիայի բոլորը լինելու են, ու ամեն շատ արդար է լինելու, որովհետև մենք մեր մեջ որոշել ենք, որ դա մեր անունն է, դա ամբողջ մեր ներդրումն է ոլորտի մեջ ու եթե ինչ-որ բան սխալ լինի, Աստված չանի, դա մենք ենք պատասխան տալու։ Ամենալավ վարպետները ժյուրիի կազմում են։ Եվ ինչպես է գտնում մոդելներին կամ արդյոք յուրաքանչյուր մասնակից իր հետ բերում է մոդելին, ում հետ էլ սկսում է աշխատել եւ աշխատանքը ցուցադրել, եթե չենք խոսում ձեր նշած օրինակային դեպքերի մասին, երբ կա կտրուկ շատ փոփոխություն կտրվածքների կամ գույների օգտագործում։ Եթե կրեատիվ գույնի կամ կրեատիվ կտրվածքի մասին է, այդ նոմինացիաները արվում են բալվանկաների վրա, տեխնիկների, մեծ, պրոֆեսիոնալ։ Եթե դա կրելի նոմինացիաներ են, դա լինում է մոդելներով։ Մոդելները մի քիչ ստեղ շատ զգուշ հարց ունենք, շատ քնքուշ հարց ունենք։ Այստեղ պետք է վարպետը հասկանա ինքը ինչ կերպար է տեսնում։ Դրա համար թողնում ենք ամեն վարպետը ընտրի իր գեղեցկուհուն, իր կերպարին։ Եթե պետք է իրենց օգնել, մենք օգնում ենք իրենց մոդելը գտնելուն, բայց այստեղ շատ կարևոր է ինչ կերպար է ինքը տեսնում, ինչ տիպի գեղեցկություն է ինքը տեսնում։ Դե ինչ աշխատանքները կարծես թե շատ են լինելու, մենք հաջողություն ենք մաղթում ձեզ եւ ամբողջ անձնակազմին, որ աշխատում է այս մրցույթի շուրջ եւ վստահ ենք, որ կհաղթի ամենաարժանի մասնակիցը, որն էլ կներկայացնի արդեն մեր երկիրը արտերկրում։ Եվ հուսանք, որ ձեզ բարդ աշխատանք է սպասվում ընտրել լավագույններից լավագույնին։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ իհարկե հաջողություն ենք մաղթում մայիսի 25-ին։ Շնորհակալություն ձեզ եւ բարի լույս։ Սիրով։ Մենք էլ շարժվենք առաջ, ժամանակն է լսելու լավ երաժշտություն եւ վերադառնանք։